Cyber, okay. Rechte bedichte bedi. Անկապագույն մի հրաշք։ Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլը հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք արհեստական բանականության, դրա ընձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Օրերս բրիտանական The Guardian-ը հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն վերջին 1 տարվա ընթացքում YouTube-յան շուրջ 150 ալիքներում տարածվել է 50,000-ից ավել դիտումներ, որոնց տեսանյութերը վերաբերում են արհեստական բանականության միջոցով տարածվող ապատեղեկատվություններին։ Հետաքրքիր այն է, որ այդ տեսանյութերը ունեցել են 1 միլիարդից ավել դիտումներ։ Ինչ է այս ամենը նշանակում, ինչպես պայքարել ապատեղեկատվության դեմ, կհասկանանք մասնագետի հետ միասին։ Իմ հյուրս CyberHub AM-ի համահիմնադիր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է։ Ողջույն, պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Պարոն Մարտիրոսյան, այս պահին ինչ վիճակ է Հայաստանում, կան հստակ տվյալներ կամ գոնե մոտավոր թվեր, թե Հայաստանում որքան պատեղեկատվություններ են տարածվում։ Իրականում մոտավոր թվեր կան ինչ որ կոնկրետ ցանցերի աշխատանքի վերաբերյալ, բայց այսպես ծավալուն հետազոտություն կարծում եմ ոչ մի երկրում չկա, ուղղակի անհնարին է հաշվել, բայց մեծ հաշվով կարելի ասել, որ շատ է, ընդ որում միջին աշխարհից ավելի շատ, որտեղ նաև մենք ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում ենք գտնվում, պլյուս դրան շուտով ընտրություններ են, ու սա նույնպես ոնց որ հարմարարիթ է։ Այո, շատացրել է ապատեղեկատվությունը։ Հայաստանում եղել են այնպիսի դեպքեր, երբ արհեստական բանականության միջոցով ստեղծվել են այնպիսի տեսանյութեր, որոնք թիրախավորում են հայ հասարակական եւ քաղաքական գործիչների համբավը։ Ամբողջ աշխարհում այս բավականին մոդայիկ երևույթ է դարձել, ընդ որում սա ավելի շուտ սկսվեց, քան 2022-ը, երբ որ ChatGPT-ն մտավ, բոլորը սկսեցին արհեստական բանականությունից խոսել, օգտագործել եւ այլն։ Չնայած այդ ժամանակ ChatGPT-ն հայերեն լեզվով այդքան էլ լավ չէր գործում։ Լավ չէր, բայց իրականում այդպես կոչված deepfake-երը բավականին շուտվա երևույթ են, երևի մի առնվազն մի 10 տարի, հիմա այդպես հստակ չեմ ասի, կան։ Կարող եմ ասել, որ բացատրեմ ով չգիտի deepfake-ը, երբ որ վերցվում է ինչ որ մի տեսանյութ ու ուրիշ մարդու դեմք է օրինակ դրվում, հա, այդ տեսանյութի վրա, զազրելի տեսանյութ է վերցվում ու մի քաղաքական գործչի դեմքն է դրվում հերոսի տեղը, ձայնով երևի նաև։ Ձայնը կարող է նույնիսկ չլինի էլ, տեսարանը արդեն հերիք է, որ մարդու դեմ հակակրանք առաջանալ։ Հիմա ահռելի քանակի այդ կեղծիքները սկսել են մտնել հենց քաղաքական տիրույթ, դրա մեծ մասը ավելի շուտ ոչ թե փորձում են ցույց տալ, որ դա իրական է, այլ ավելի շուտ օգտագործվում են որպես քաղաքական ինչ-որ սատիրայի ձև, այսինքն մարդուն ինչ-որ ձեռ առնելու, ինչ-որ տենց Այժմ հասկանանք, թե ինչ վիճակում են արհեստական բանականության եւ ապատեղեկատվության փոխհարաբերությունները։ Պատկերացրեք, դիտում եք տեսանյութ, որտեղ ձեր նախընտրած քաղաքական գործիչը կամ հայտնի անձը խոսում է անսովոր թեմաներից։ У меня есть идея, давайте снимем видео, розыгрыш над Сержиком и Робиком, людям понравится. Точно, хорошая идея. Ձայնը նրանն է, դեմքը նրանը, բայց իրականում խոսողը նա չէ։ Սա արհեստական բանականության դարաշրջանն է, որտեղ իրականությունը ու հորինվածքը կարծես խառնվել են։ Deepfake տեխնոլոգիաները այլևս այնպիսի մակարդակի վրա են, որ սովորական մարդը դժվար թե կարողանա տարբերակել իրական տեսանյութը կեղծիքից։ Ընդամենը մի քանի րոպե ձայնագրություն, եւ AI-ը կարող է վերարտադրել ցանկացած մարդու ձայն, մի քանի լուսանկար եւ համակարգը կստեղծի համոզիչ տեսանյութ։ Բայց խնդիրը ավելի խորն է։ Սոցիալական ցանցերում ապատեղեկատվությունը միայն մարդկային խնդիր չէ։
AI-ով աշխատող հազարավոր բոթեր 24/7 ռեժիմով տարածում են կեղծ լուրեր։ Ուրախալին այն է, որ նույն տեխնոլոգիան կարող է լինել այսպես ասած հակաթույն։ AI համակարգերը արդեն հայտնաբերում են deepfake-եր, վերլուծում փաստերը զգուշացնում կեղծ բովանդակության մասին։ Պարոն Մարտիրոսյան, ինչպես պարզ քաղաքացին, ով որ ունի բավարար մեդիա գրագիտություն, ինչպես նրան օգնել, որպեսզի նա չափակողմնորոշվի այս արհեստական բանականության կողմից գեներացված կեղծ տեսանյութերից։ Իրականում պետք է ասեմ, որ այսօր մի շարք միջազգային ծրագրեր կան, որտեղ փորձում են արհեստական բանականությունով ստուգել իրականա թե չէ, բայց կարող եմ ասել, որ դեռ որ հաջող։ Իսկ ինչպես են անում, ուղարկում են AI-ին եւ հարցում են սա դու ես արել թե ոչ։ Չէ։ AI-ին ոնց որ տրեյնինգ են անում, իրան կերակրում են ճիշտ նորությունները, նկարները, վիդեոները ու կեղծերը, ինչ որ հատուկ ձևով են իրանց տրեյնինգ անում, հետո ինքը փորձում է այդ հասկանալ իրականի կողմից է, թե այս կողմից, բայց խնդիրն անում է, որ այդ գործիքները ոչ ոք 100%-անոց ճշգրտությամբ չի ասում։ Իրականում այդ գործիքները ավելի շուտ մասնագետների համար են, որ ինչ որ առաջին շերտը մաղեն։ Ես ասեմ, այն ինչ մարդ կարող է ոնց որ ինքնուրույն անել, ու այստեղ կա մի քանի շատ հստակ բան։ Անպայման նայել, թե ով է տարածում։ Որովհետև Facebook-ում ինչ որ մի անկապագույն մի օգտատեր է, որին կամ երեք են սարքել, կամ ինչ որ մի վիետնամացի է, որին կոտրել են ու տեղադրել են մեկ էլ նյութ Հայաստանի մասին, հա։ Մյուսը պետք է մանրուքների վրա փորձել ուշադրություն դարձնել, չնայած այս գնալով քիչ է օգնում, որտեղ առաջ օրինակ մատները վատ էր սարքում արհեստական բանականություն, ականջները, մազերը կարող են ինչ-որ տարօրինակ ձևով շարժվեն, ստվերները եւ այլն, բայց էլի դա աշխատում է, այսինքն մարդ պետք է մի հատ փորձի հասկանալ, որքանով է այս ամեն ինչը բնական։ Աբո, դու ինչ ես կարծում, մարդիկ ինչպես կարող են պաշտպանված լինել հենց քո ազգականների կողմից ստեղծված deepfake-երից։ Մարդիկ պետք է կրթվեն, պետք է սովորեն։ Նոր մարտահրավերներին դիմագրավելու համար նոր գիտելիքներ են հարկավոր։ Չես կարող խնդիրները լուծել, չճանաչելով դրանք։ Միայն դրանից հետո կարող ես լուծումներ մշակել։ Մեծ հաշվով, եթե այս գործիքակազմը մարդ օգտագործի, որ ամբողջությամբ մարդու գլխի մեջ է, առանձնապես ուրիշ բան պետք չի իրան։ Արդեն հերիքա, որ 99% կեղծիքների դեմ ինքնուրույն մարդ կարողանա գործել։ Այժմ խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը եւ հասկանանք, թե ինչ նորություններ կան AI աշխարհում։ Հեղինակավոր Time պարբերականը տարվա մարդ է ճանաչել արհեստական բանականության ստեղծողներին։ 2025-ն այն տարին է, երբ արհեստական բանականության ողջ ներուժը բացահայտվեց մեր տեսադաշտում։ Պարզ դարձավ, որ հետդարձ չի լինի, նշել են Time-ի խմբագիրները։ Time-ի խմբագիրները ինտենսիվորեն օգտագործում են արհեստական բանականությունը եւ ես նույնիսկ չեմ զարմանա, եթե պարզվի, որ իրենք հենց նաև արհեստական բանականության հետ, այսպես ասած, մտագրող են արել, brainstorming են արել, թե այս տարի ում տան մրցանակը։ Meta անկերությունը գնել է արհեստական բանականության ոլորտում աշխատող Limitless Startup-ը, հայտնի Limitless կախազարդն արտադրող ընկերությունը։ Սարքը ձայնագրում է ձեր շրջակա միջավայրի զրույցները, որոնք այնուհետև մշակվում են արհեստական բանականության միջոցով, դառնալով որոնելի գրառում կամ հիշողության մի մաս։ Սիրով, Abo News։ Պարոն Մարտիրոսյան, քիչ առաջ մենք խոսեցինք այն գործոններից, որոնք պետք է հաշվի առնել, որպեսզի հասկանանք տվյալ կոնտենտը ապատեղեկատվություն է թե ոչ, իսկ կարող ենք հիմա գործնականում տեսնել եւ բացատրել այդ ամենը։ Իհարկե, ես հենց ուզում եմ ամենաթարմ բաներից ցույց տալ։ Դա տեսանյութ է, որը որպես գովաստ տեղադրված է Facebook-ում։ Եվ տեսանյութը լավն է, այսինքն հայերեն արդեն այնպես լավ հայերեն է, շուրթերի հետ սինխրոնիզացիան էլ վատ չի արած։ Այսինքն այնպես մի անգամից չի զգացվում, որ կեղծիք է, բայց կարող ենք հիմա այնպես մի հատ դետալներով նայել։ Տեսեք, սա տեսանյութը, որը անցյալ տարվանից է,
զեղծարարները վերցել եւ deepfake են սարքել վարչապետի անունով, որպեսզի մարդկանց կեղծ կրիպտոարժույթի մեջ ուրեմն ներդրումների մեջ ներգրավեն։ Բայց այն ժամանակ հայերենը լավ չէր աշխատում, ու այստեղ կարող եք տեսնել, որ իրանք ստիպված ռուսերենով են արել։ Марк, будучи владельцем Фейсбука, дал нам инструмент, который позволит вам зарабатывать более 100 тысяч драм ежедневно. Արտաքինից այստեղ նորմալ է, այսինքն շատ դժվար է հասկանալ, որ սա արհեստական բանականություն է, բայց ակնհայտ է, որ ռուսերենը այստեղ եւ Փաշինյանի ռուսերենը տարբերվում են акցենտի տեսանկյունից։ Ու երկրորդն էլ մարդ պետք է մտածի, ինչու պետք է երկրի ղեկավարը նստի ու ինչ-որ գովազդ կարդա, ինչ-որ մասնավոր ընկերության են ռուսերեն եւ այլն։ Բայց հիմա նայում ենք այս նորը ու իդեալական հայերենը։ Հավելված է գործարկվել, որտեղ կարող ենք սկանավորել ՀԴՄ կտրոնը եւ դրա դիմաց ստանալ դրամական պարգևատրում։ Այս համակարգը ստեղծվել է պետության կողմից, որպեսզի խանութները Այստեղ կարելի է նկատել ուղղակի մի քանի բան, որ պետք է ուշադրություն դարձնի։ Առաջինը ներքևի աջ անկյունում փոքրիկ գրած է VEO։ VEO-ն դա Google-ի տեսանյութ սարքող համակարգն է եւ ինքը պիտակը թողել է։ Սա առաջինը, ուշադիր նայել կա արդյոք ինչ-որ մի պիտակ։ Երկրորդը կարող եք նայել հետևի ֆոնը, շատ լղոզված է, անգլերեն ասած բլուր է եղած։ Երրորդը կարող եք նկատել, որ աղջկա գլուխը մի քիչ անհամաչափ է մարմնի հետ կապված, ուշադիր նայողը կնկատի, որ թեթև մի քիչ մուլտիկային էֆեկտ ունի։ Աբո դու ինչ կասես, ինչպես կարողանալ ճիշտ կողմնորոշվել ապատեղեկատվության հոսքում։ Deepfake-երի դեմ պայքարելու համար օգտագործեք մասնագիտացված ծրագրեր։ Microsoft Video Authenticator Intel Fake Catch-ը։ Ուշադրություն դարձրեք դեմքի անբնական շարժումներին, ասինքրոն խոսքին, մազերի տարօրինակ հյուսվածքին, իսկ AI կոնտենտը տարբերակելու համար նկատեք չափազանց կանոնավոր կառուցվածքը, կրկնվող արտահայտությունները, անբնական մատները, ատամները եւ միշտ ստուգեք տեղեկատվությունը մի քանի հավաստի աղբյուրներից։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը CyberHub AM-ի համահիմնադիր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էր։ Իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամն էր։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը։ Կհանդիպենք։